Սալամ Ազիրավան, Ողջույն Երևանից։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում բացվել է մետրոյի կայարան Սուրբ Մարիամ անվանումով։ Այս անվանումը բացի իր կրոնական նշանակությունից խորհրդանշում է կրոնների միջև խաղաղ համակեցությունը։ Իրանում, որտեղ բնակչության մեծամասնությունը իսլամադավան է, այս անվանակոչությունը վկայում է քրիստոնյաների եւ հայերի հանդեպ խոր հարգանքի մասին։ Սա անկասկած երկու ժողովուրդների միջև հինավուրց քաղաքակրթական կապերի խորհրդանիշներից մեկն է։ Հետաքրքիր է իմանալ, որ կայարանի ճարտարապետական ձևավորումը ոգեշնչված է եկեղեցական ճարտարապետությունից։ Այժմ մենք Երևանում ենք պարզելու, թե ինչ կարծիք ունեն հայերը այս մշակութային քայլի մասին եւ ինչպես են ընդունել այս լուրը։ Դե շատ լավ, որ մուսուլմանական երկրում քրիստոնեական սրբապատկերներ կան եւ այլն, շատ հաճելի է, շատ ընդունելի է։ Շատ լավ եմ գնահատում։ Մենք պիտի ավելի մտերմանանք։ Մենք դեռ շատ քիչ ենք։ Ես շատ իրանցի ծանոթներ ունեմ, որոնք շատ հաճելի մարդիկ են։ Իհարկե լավ է, ինչ այդտեղի մտածելու բան չկա, իհարկե լավ է։ Հաճելի է շատ։ Ես կուզենայի, որ մեր մոտ էլ մուսուլմանական տենց բաներ բացվեր։ Դե եթե հարաբերությունները կլավացնի, ինչու ոչ։ Ես լավ եմ զգում, իհարկե, որ այդ երկրում քրիստոնեությունը հարգվում է, հավատարմությունը լավ բան է, երբ որ երկիր իրար նկատմամբ հավատարիմ են լինում, իրար պաշտպանում են, պետք չի երկերեսանություն անել։ Մեր ժողովրդի համար, մեր ապրողների համար դա մեծ քայլ է։ Դե նախ առաջինը լավ է, որ Իրանը տենց հայկական ինչ-որ մշակույթը հարգում է, իմիջիայլոց հա Իրանը բարեկամ երկիր է, դրա համար էլ հայկական ինչ-որ տենց մշակույթը շատ լավ է իրանց մոտ։ Դրա համար ավելի շատ մենք պետքա ձգտենք ոչ թե ուրիշները այդ ամեն ինչը անեն, այսինքն կարող է Իրանը ցույց տալի, ոնց որ մենք բան ենք անում, հարգում ենք ձեզ, դուք սկի ձեր կրոնը չեք հարգում, չգիտեմ, տենց տարբեր զանազան բաներ։ Բոլոր երկրների հետ է պետքա մշակութային լրիվ բաներ լինի։ Մշակույթը չի խանգարում, ավելի է մոտիկացնում ժողովրդին, իրար հետ կապեր են հաստատում, էլի։ Դե ուրեմն ինչ որ հարգանք կա հայերի նկատմամբ, այդ պատճառով էլ արել է, եթե հարգանք չլիներ իրանց համար չէին անում, ինձ թվում է։ Շատ դրական եմ նայում, շատ լավ է։ Ինչ վատ բան կա, որ Իրանում հայկական, ասենք, մոտիվներով կայարան բացվել։ Հոյակապա։ Իսկ մենք չունենք մեր մոտ այս կայարանը։ Երևանի փողոցներից մինչև Թեհրան լսվում է ընդհանուր ուղերձ, հարգանք, խաղաղ համակեցություն եւ մշակութային երկխոսություն։ Սուրբ Մարիամ կայարանը պարզապես մետրոյի կանգառ չէ, այն քաղաքակրթությունների կապի խորհրդանիշ է եւ հայերի ու իրանցիների միջև բարեկամության առհավատչյա։